ABC մեդիայի հարգելի հետևորդներ, տեղեկացնեմ, որ ուղիղ հեռախոսակապ ենք հաստատել ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ իրազեկեք, թե ինչ մարտական հաշվարկներով են այստեղ գործում, ներսում բոլորը տարհանվել են, թե դեռ կան քաղաքացիներ, որ ներսում են։ Ցանկանային նշել, որ այսօր 11:08-ին է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ստացվել, որ Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել եւ անմիջապես հրդեհի բարդության բից մեկ կանչով դեպքի վայր են մեկնել ներքին գործերի նախարարության փրկարարության սոց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, այս պահին եւս մարտական հաշվարկներ են մոտենում։ Մենք նկատեցինք, որ այո, նոր մարտական հաշվարկ է մոտեցել այստեղ, քանի որ հրդեհը չի հաջողվել առաջին։ Այո, այս պահին հրդեհի աշխատանքներ են կատարվում, տարհանում իրականացվել է այդ պահին քաղաքացիների եւ այս պահին հրդեհաշիժման աշխատանքներ են կատարվում, ընթացիկ թե տեղից, թե այսպես իրազեկում կանենք։ Պարոն Սարգսյան, իսկ ամբողջ անձնակազմը տարհանվել է, թե դեռ աշխատանքները շարունակվում են տարհանման։ Այս պահին ներկա գտնվող քաղաքացիների բոլորը տարհանվել են, բայց աշխատանքները շարունակվում են։ Տուժողներ եղել են։ Տուժածների վերաբերյալ այս պահի դրությամբ տեղեկատվություն մենք չունենք։ Կհայտնենք։ Իսկ վարկածը հրդեհի քննարկվում են ինչ-որ վարկածներ։ Այս պահին որևէ բան չեմ կարող հայտնել, որովհետև հրդեհաշիժման աշխատանքներ են իրականացվում, ինչից հետո կփորձենք ապրել տեղեկությունները հայտնել։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Սարգսյան։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ։ Իրավիճակի հետ կապված պաշտոնական տեղեկություններ է փոխանցել նա, նշել է, որ տարհանման աշխատանքները հրդեհի ազանգից սկսված իրականացվել են, տուժածների մասին այս պահին որևէ տեղեկություն չհայտնեց։ Նշեմ,